Մինչ վերջին ակնթարթը ես մտածում էի, որ նա երբեք չի խոսի, ասում է Աննա Պետրոսյանի երկարամյա ընկերուհին, ձեռքերը դեռ դողում են 33 տարի անց։ Ինչ գիտեր այս կինը, ինչը մենք չգիտենք։ Այս երեկո 3 մարդ, ովքեր գիտեին Աննայի ամենամեծ գաղտնիքները, առաջին անգամ են խոսում ճանապարհված։ Նրանք պահել են լռությունը ավելի քան կես դար։ Նրանք տեսել են, թե ինչպես է չեմպիոնի կինը ապրում երկու կյանք, մեկը հանրության առջ, մյուսը փակ դռների հետում։ Ինչու՞։ Աննան ընտրեց լռել 55 տարի։ Ով կամ ինչը նրան ստիպեց թաքցնել ճշմարտությունը Տիգրան Պետրոսյանի մասին։ Եվ ամենակարևորը, ինչ է նա իսկապես գիտեր երկաթե Տիգրանի մասին, որ երբեք չասաց հրապարակայնորեն։ 1949 թվականի աշնան մի խորամանկ երեկո, Թբիլիսիի շախմատային ակումբում 20-ամյա Աննա Կասպարյանը նստած էր դեմացու 20-ամյա Տիգրան Պետրոսյանի։ Սեղանի վրա չկար շախմատի տախտակ։ Նրանք պարզապես խոսում էին։ Նա ինձ հետաքրքրեց առաջին վայրկյանից։ Պատմում էր Աննան տարիներ անց իր ամենամոտ ընկերուհուն։ Բայց ինչով։ Ով էր այս աղջիկը, որը ինքն էլ էր տիրապետում 64 քառակուսով աշխարհին։ Աննա Կասպարյանը եկել էր դասական հայ ինտելիգենտ ընտանիքից։ Նրա հայրը, հայտնի մաթեմատիկոս Գենրիխ Կասպարյանը, երազում էր, որ դուստրը կդառնա գիտնական։ Աննան սովորում էր Թբիլիսիի համալսարանում, բայց իր բոլոր ազատ ժամանակը նվիրում էր շախմատին։ Նա արդեն հայտնի էր որպես ուժեղ շախմատիստ։ 1948 թվականին նա զբաղեցրել էր 3-րդ տեղը Վրաստանի կանանց առաջնությունում։ Մարդիկ խոսում էին, որ Աննա Կասպարյանը կարող է դառնալ Խորհրդային Միության լավագույն կանանց շախմատիստներից մեկը։ Բայց այդ երեկո, Թբիլիսիի ակումբում, ինչ-որ բան փոխվեց։ Տիգրանն ասաց Աննային, որ տեսնում է նրա խաղում հատուկ ոճ։ Նա ասաց, որ Աննան մտածում է շախմատի տախտակին այլ կերպ, քան տղամարդիկ։ Դու չես հարձակվում, ասաց Տիգրանը։ Դու սպասում ես։ Մինչ հակառակորդը սխալվի։ Դա իմ ոճն է։ Աննան նայեց նրա աչքերին և հասկացավ, նա հանդիպել էր իր հոգու զույգին։ Բայց արդյոք նա գիտեր, որ այդ հանդիպումը կփոխի նրա ամբողջ կյանքը։ Հաջորդ 6 ամիսների ընթացքում Տիգրանը և Աննան հանդիպում էին ամեն օր։ Նրանք վերլուծում էին պարտիաներ, քննարկում էին դեբյուտներ, մտածում էին էնդշպիլների մասին։ Տիգրանը կիսվում էր իր ռազմավարությամբ, ինչպես չվստահել ոչ մի մեկի, ինչպես պաշտպանվել մինչ հակառակորդի վերջին ուժերի սպառումը։ Աննան ուշադիր լսում էր։ Նա տեսնում էր, որ Տիգրանի մոտ կա ինչ-որ հատուկ բան, սառը հաշվարկ, երկաթյա ինքնատիրապետում։ Նա երբեք չէր ժպտում խաղալիս, հիշում էր Աննան։ Ամբողջ աշխարհը կարող էր փլատակվել նրա շուրջը, բայց նա կմնար անշարժ։ 1950 թվականի մարտին Տիգրանը առաջարկեց Աննային ամուսնանալ։ Նրանք կանգնած էին Թբիլիսիի մտքվարի կամրջի վրա։ Արևը մայր մտնում էր լեռների հետում։ Տիգրանը չբռնեց Աննայի ձեռքը։ Չծնրադրեց։ Նա պարզապես ասաց. «Ես կարծում եմ, մենք պետք է ապրենք միասին։ Դու հասկանում ես ինձ, ինչպես ոչ ոք չի հասկանում»։ Աննան պատասխանեց առանց խոսքի։ Նա գլուխը թեքեց նրա ուսին և մտածեց. սա է իր ճակատագիրը։ Բայց արդյոք նա կարծում էր, որ այդ ճակատագիրը նշանակում է լռություն։ Հարսանիքը եղավ 1950 թվականի ապրիլի 23-ին։ Քիչ մարդիկ էին հրավիրված, ընտանիքի անդամներ և մի քանի մոտ ընկերներ։ Տիգրանը կրում էր սև կոստյում, Աննան՝ պարզ սպիտակ զգեստ։ Հարսանեկան սեղանին խոսքեր են ասել Աննայի հայրը և Տիգրանի մենթորը, վարպետ Արչիլ Էբրալիձեն։ Էբրալիձեն ասել է. «Տիգրանը կդառնա աշխարհի չեմպիոն։ Եվ Աննան կլինի նրա հիմքը»։ Բոլորը ծափահարեցին։ Աննան ժպտաց, բայց նրա աչքերում ինչ-որ բան փայլեց, կասկած, վախ կամ գուցե նախազգացում։ Ինչ էր նա արդեն իսկ հասկացել այդ պահին։ Առաջին տարիները ամուսնությունը նման էր երջանիկ հեքիաթի։ Նրանք ապրում էին Թբիլիսիում։ Փոքրիկ բնակարանում վերափողոցում։ Տիգրանը մասնակցում էր տարեկան մրցաշարերի, Աննան աշխատում էր որպես շախմատի մարզիչ երեխաների համար։ Երեկոները նրանք նստում էին տախտակի առջև և վերլուծում էին Տիգրանի խաղերը։ Աննան տեսնում էր, թե ինչպես է նրա ամուսինը աճում։ Նրա պաշտպանական ոճը դառնում էր ավելի կատարյալ։ Հակառակորդները սկսեցին անվանել նրան երկաթե։
Բայց 1952 թվականին ինչ-որ բան սկսեց փոխվել։ Տիգրանը դարձավ ավելի փակ, ավելի գաղտնիավոր։ Նա սկսեց գիշերները անցկացնել աշխատասենյակում մենակ։ Աննան լսում էր, թե ինչպես է նա քայլում սենյակից սենյակ, մռնչում ինչ-որ բան իր տակ։ Մի անգամ Աննան մտավ աշխատասենյակ և տեսավ, Տիգրանը նստած էր տախտակի առջև, բայց ոչ մի խաղաքար չէր շարժվել։ Նա պարզապես նայում էր դատարկ տախտակին։ «Ինչ է պատահել», հարցրեց Աննան։ Տիգրանը բարձրացրեց աչքերը և ասաց մի բան, որը Աննան երբեք չմոռացավ. «Ես պետք է լինեմ անթափանց։ Եթե ինչ-որ մեկը տեսնի իմ թուլությունը, ես կկորցնեմ»։ Ինչ թուլություն էր Տիգրանը թաքցնում։ 1953 թվականի գարնանը Տիգրանը և Աննան տեղափոխվեցին Մոսկվա։ Խորհրդային Միության շախմատի ֆեդերացիան ուզում էր, որ Տիգրանը պատրաստվի աշխարհի առաջնությանը։ Նրանց տվեցին երկսենյակ բնակարան Գորկու փողոցում։ Բնակարանը փոքր էր, բայց Աննայի համար դա էր նոր կյանքի սկիզբը։ Մոսկվայում նա կարող էր հանդիպել լավագույն շախմատիստներին, մասնակցել մրցաշարերի, շարունակել իր կարիերան։ Բայց արդյոք Տիգրանը ուզում էր դա։ Մի օր, հենց տեղափոխությունից հետո, Տիգրանը կանչեց Աննային։ Նրանք նստեցին խոհանոցում, աղուոր օրվա լույսը մտնում էր պատուհանից։ Տիգրանը բռնեց Աննայի ձեռքերը և ասաց. «Ես պետք է քեզ ինչ-որ բան խնդրեմ։ Ես ուզում եմ, որ դու դադարեցնես մասնակցել մրցաշարերի։ Դու կարող ես պարապել երեխաների հետ, բայց ոչ մրցույթներում»։ Աննան զգաց, թե ինչպես է սիրտը սառում։ «Ինչո՞վ» հարցրեց նա։ Տիգրանը նայեց դեպի պատուհանը և ասաց. «Որովհետև մարդիկ կսկսեն համեմատել։ Նրանք կասեն, որ իմ կինը ավելի թույլ է, քան ես։ Կամ ավելի վատը, կասեն, որ դու ինձ օգնում ես գաղտնի»։ Աննան չպատասխանեց։ Նա պարզապես գլխով հավանություն տվեց։ Այդ պահից սկսվեց 55 տարվա լռությունը։ Բայց ինչու Աննան համաձայնվեց։ Նա էր ուժեղ, անկախ կին։ Նա կարող էր ասել ոչ։ Նա կարող էր շարունակել իր կարիերան։ Բայց նա ընտրեց լռել։ Տարիներ անց, 1989 թվականին, Աննան ասաց իր ընկերուհուն. «Ես գիտեի, որ Տիգրանն ունի հատուկ նպատակ։ Նա ցանկանում էր դառնալ չեմպիոն, ոչ միայն իր համար, այլ ամբողջ Հայաստանի համար։ Եվ ես պարտավոր էի նրան օգնել։ Եթե դա նշանակում էր իմ սեփական երազանքների մահ, ապա թող այդպես լիներ»։ Արդյոք դա էր ճշմարտությունը։ Թե Աննան ինչ-որ բան թաքցնում էր։ 1954-1955 թվականներին Տիգրանը սկսեց հաղթել համաշխարհային մակարդակի մրցաշարերում։ Նա զբաղեցրեց առաջին տեղը Բուդապեշտում, հետո Երևանում, հետո կրկին Մոսկվայում։ Ամեն հաղթանակից հետո Աննան էր առաջինը, ով ողջունում էր նրան։ Նա կանգնած էր սրահի անկյունում, ժպտում էր, ծափահարում էր։ Բայց լրագրողները երբեք չէին մոտենում նրան։ Ոչ ոք չէր հարցնում, ով է այս կինը։ Աննան դարձել էր անտեսանելի։ Նա էր կինը չեմպիոնի հետում, կին, ով չունի անուն, չունի ձայն, չունի պատմություն։ Մի անգամ, 1956 թվականին, Մոսկվայի մի ընդունելության ժամանակ, մի արտասահմանյան լրագրող մոտեցավ Աննային։ Նա հարցրեց. «Դուք ինքներդ խաղում եք շախմատ»։ Աննան նայեց դեպի Տիգրանը, ով կանգնած էր սրահի մյուս ծայրում։ Տիգրանը նայեց նրան, սառը, նախազգուշացնող հայացքով։ Աննան ժպտաց և ասաց. «Ես սովորել եմ շախմատ երեխաների հետ խաղալ, բայց ոչինչ ավելին»։ Լրագրողը գրեց այդ պատասխանը և հեռացավ։ Այս էր առաջին անգամը, երբ Աննան հրապարակայնորեն ժխտեց իր ինքնությունը։ Տարիներ անց նա կասեր. «Այդ պահին ես զգացի, որ մահացա որպես շախմատիստ։ Բայց ես դեռ ապրում էի որպես Տիգրանի կին»։ Ինչու նա պետք է ընտրեր այդ ճանապարհը։ 1957 թվականին Աննան հղիացավ։ Դա պետք է լիներ երջանիկ նորություն։ Բայց Տիգրանը վարվեց տարօրինակ։ Երբ Աննան պատմեց նրան հղիության մասին, նա պարզապես գլխով հավանություն տվեց և վերադարձավ տախտակին։ Նա ոչինչ չասաց, հիշում էր Աննան։ Ոչ, շնորհավորում եմ, ոչ, ես ուրախ եմ։ Պարզապես լռություն։
Այդ երեկո Աննան լաց էր լինում խոհանոցում, բայց անձայն, որ Տիգրանը չլսեր։ Նա հասկացավ Տիգրանի կյանքում կա միայն մեկ բան, որը իրոք կարևոր է։ Շախմատը։ 1958 թվականի հունվարի 7-ին ծնվեց նրանց որդին՝ Վարդանը։ Տիգրանը այդ օրը Լենինգրադում էր, մասնակցում էր միջգերատեսչական մրցաշարի։ Երբ նրան հեռախոսով ասացին ծննդի մասին, նա պատասխանեց. «Շնորհակալություն։ Ես կկարողանամ այցելել 2 շաբաթից»։ Աննան մնաց մենակ հիվանդանոցում նորածինի հետ։ Նրա հայրը եկավ Թբիլիսիից, որ օգներ։ «Ո՞ր է Տիգրանը» հարցրեց Գենրիխ Կասպարյանը։ Աննան ժպտաց և ասաց. «Նա վաստակում է մեր ապագան»։ Բայց նրա աչքերում հայրը տեսավ ինչ-որ այլ բան՝ հիասթափություն, ցավ, լռության սկիզբը։ Երբ Տիգրանը վերադարձավ Մոսկվա, նա բերեց մի փոքրիկ նվեր, փայտե շախմատի խաղաքարներ մանկական ծիածանով։ «Երբ նա մեծանա, ես կսովորեցնեմ նրան խաղալ», ասաց Տիգրանը։ Աննան նայեց նրան և մտածեց, այս տղամարդը երբեք չի փոխվի։ Նա երբեք չի հասկանա, թե ինչ է նշանակում լինել ընտանիք։ Բայց Աննան չասաց դա բարձրաձայն։ Նա պահպանեց լռությունը, որովհետև գիտեր, Տիգրանի մեծ ճանապարհը միայն սկսվում էր։ Եվ նա պարտավոր էր լինել այնտեղ, լռում և աջակցում։ 1959 թվականին Տիգրանը հաղթեց թուժական խաղացողների մրցաշարում։ Այս էր կարևորագույն քայլը դեպի չեմպիոնության մրցակցությունը։ Խորհրդային Միության շախմատի ֆեդերացիան որոշեց, որ Տիգրանը պետք է մարզվի ամենաբարձր մակարդակով։ Նրան նշանակեցին անհատական կոչ, տվեցին առանձին կաբինետ շախմատային ակումբում։ Ապահովեցին լավագույն վերլուծաբանների օգնությամբ։ Աննան դարձավ այդ ամենի մասը, նա նախապատրաստում էր ճաշը, լվանում հագուստները, խնամում երեխային, որպեսզի Տիգրանը կարողանար կենտրոնանալ միայն շախմատի վրա։ Նա դարձավ լուռ մեքենա, որն աշխատում էր չեմպիոնի հաջողության համար։ Բայց գիշերները, երբ Տիգրանը քնած էր, Աննան վերցնում էր հին շախմատի նոթերը և կարդում։ Նա վերլուծում էր պարտիաներ, մտածում էր դեբյուտների վրա, պատկերացնում էր, թե ինչպես կխաղար, եթե կրկին նստեր մրցակցության սեղանի մոտ։ «Ես երազում էի», ասում էր Աննան տարիներ անց։ «Ես երազում էի, որ մի օր ես կվերադառնամ և կցույց կտամ աշխարհին, որ ես նույնպես կարող եմ խաղալ։ Բայց ես գիտեի, որ այդ երազը երբեք չի իրականանա»։ Ինչու՞ն նա այդքան վստահ էր։ Ինչ էր Տիգրանը նրան ասել, որ Աննան հուսահատվել էր։ 1960-1962 թվականներին Տիգրանը հաղթեց 8 հաջորդական միջազգային մրցաշարերում։ Նրա անունը դարձավ լեգենդար։ Մարդիկ սկսեցին խոսել, որ նա կարող է մարտահրավեր նետել ինքը Միխայիլ Բոտվինիկին, գործող աշխարհի չեմպիոնին։ Տիգրանը դարձավ ազգային հերոս Հայաստանում։ Երևանում նրա պատկերները փակցված էին ամեն տեղ։ Երեխաները խաղում էին Տիգրան Պետրոսյան, մտածելով, թե ինչպես հաղթել անթափանց պաշտպանությամբ։ Եվ Աննան նայում էր այդ ամենին լուռ։ 1963 թվականի ամռանը եղավ մեծ պատմական իրադարձությունը։ Տիգրան Պետրոսյանը մարտահրավեր նետեց Միխայիլ Բոտվինիկին։ Մրցակցությունը պետք է լիներ Մոսկվայում, Կրեմլյանի պալատում։ Ամբողջ Խորհրդային Միությունը սպասում էր այդ հանդիպմանը։ Աննան հիշում էր տարիներ անց։ Տիգրանը բարձրացավ արշալույսին, ժամը 6-ին։ Նա մարզում էր 2 ժամ, հետո նախաճաշում էր, հետո սկսում էր պատրաստվել։ Նա վերլուծում էր Բոտվինիկի յուրաքանչյուր պարտիա, վերջին 20 տարվա ընթացքում։ Նա չէր խոսում ինձ հետ, չէր խաղում որդու հետ։ Նա ապրում էր մեկ այլ աշխարհում։ Այս էր պահը, երբ Աննան վերջնականապես հասկացավ, նա կորցրել էր ամուսնուն շախմատին։ Մրցակցությունը սկսվեց 1963 թվականի ապրիլին։ Առաջին պարտիան եղավ ապրիլի 1-ին։ Աննան նստած էր սրահում, վերի շարքում, որտեղ ոչ ոք չէր նկատի նրան։ Նա տեսավ, թե ինչպես Տիգրանը մտավ բեմ, սառը, կենտրոնացած, պատրաստ։ Բոտվինիկը նստած էր արդեն սեղանի մոտ։ Երբ նրանք սկսեցին խաղալ, Աննան զգաց, թե ինչպես է սիրտը գնդակվում։ Նա գիտեր յուրաքանչյուր քայլ, որ Տիգրանը պատրաստել էր։ Նա գիտեր նրա պլանը՝ պաշտպանվել, սպասել, ստիպել Բոտվինիկին սխալվել։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Պարտիան ավարտվեց ոչ ոքի։ Բայց Աննան տեսավ Բոտվինիկի աչքերում նյարդայնությունը։
Երկրորդ, երրորդ, չորրորդ պարտիաները նույնպես ավարտվեցին ոչ ոքի։ Մարդիկ սկսեցին հոգնել։ Լրագրողները գրում էին, որ այս ամենաձանձրալի մրցակցությունն է պատմության մեջ։ Բայց Աննան գիտեր, Տիգրանը շարունակում էր իր պլանը։ Նա սպառեցնում էր Բոտվինիկին հոգեբանորեն։ Տիգրանը կարծես խաղում էր բան չանելով, հիշում էր Աննան։ Նա թողնում էր Բոտվինիկին առաջ գնալ, հետո դանդաղ, շատ դանդաղ խցանում էր յուրաքանչյուր բացվածք։ Այն ժամանակ ես հասկացա, երկաթե Տիգրանը ոչ թե հարձակվող էր։ Նա որսորդ էր, որը սպասում է իր զոհին սպառվելուն։ Հինգերորդ պարտիան եղավ մայիսի 8-ին։ Աննան այդ օրը հիվանդ էր, բայց եկավ սրահ։ Նա չէր կարող բաց թողնել։ Երբ պարտիան սկսվեց, Ան տեսավ, որ Բոտվինիկի մոտ ինչ-որ բան փոխվել է։ Նա ավելի նյարդային էր, շարժումները ավելի արագ։ Տիգրանը մնում էր նույն սառը, նույն հանգիստը։ 100 քայլից հետո Բոտվինիկը կատարեց սխալ, փոքրիկ, բայց վճռորոշ սխալ։ Տիգրանը միանգամից տեսավ այդ սխալը։ Նա թույլ տվեց Բոտվինիկին կարծել, որ դեռ ամեն ինչ լավ է։ Բայց 20 քայլ հետո Բոտվինիկը հանձնվեց։ Սրահում կանգնեցին։ Մարդիկ ծափահարեցին։ Աննան նստած մնաց իր տեղում, լաց լինելով։ Նրանք էին երջանկության արցունքները։ Թե ցավի։ Մրցակցությունը շարունակվեց 2 ամիս։ Տիգրանը հաղթեց վերջում 12-5-9-5 հաշվով։ Մայիսի 20-ին, երբ հայտարարեցին վերջնական արդյունքը, ամբողջ Մոսկվան ելավ փողոցներ։ Հայերը պարում էին Կրասնայա պլոշչադում։ Խորհրդային Միության կառավարությունը հրավիրեց Տիգրանին Կրեմլ, պաշտոնական ընդունելության։ Աննան էլ էր հրավիրված։ Նա հագնեց իր լավագույն զգեստը, կապույտ, երկար, պարզ։ Նա կանգնեց Տիգրանի կողքին, երբ Նիկիտա Խրուշչովը շնորհավորեց նրանց։ Դուք արել եք մեծ գործ Խորհրդային Միության համար, ասաց Խրուշչովը։ Հետո նա դարձավ դեպի Աննան և ասաց. Եվ դուք, հարգելի Աննա Սեմյոնովնա, եք լավագույն կինը չեմպիոնի համար։ Աննան ժպտաց և ասաց. Շնորհակալություն։ Բայց ներսում նա զգաց դատարկություն։ Լավագույն կինը չեմպիոնի համար։ Ոչ թե շախմատիստ։ Ոչ թե անկախ մարդ։ Պարզապես լավագույն կին։ Հաջորդ տարիներին Աննայի լռությունը դարձավ ավելի խորը։ Տիգրանը պաշտպանեց իր տիտղոսը 3 անգամ՝ 1966-ին դեմ Սպասկու, 1969-ին դեմ Սպասկու կրկին։ Բայց 1969 թվականին նա կորցրեց Բորիս Սպասկուն։ Այն երեկո, երբ մրցակցությունը ավարտվեց, Տիգրանը վերադարձավ տուն լուռ։ Նա չնայեց Աննային, չխոսեց որդու հետ։ Նա մտավ իր ուսումնասենյակը և փակեց դուռը։ Աննան սպասեց մի ժամ, հետո բախեց դուռը։ Մտիր, ասաց Տիգրանի ձայնը։ Աննան մտավ և տեսավ, Տիգրանը նստած է տախտակի առջ, աչքերը կարմիր են, բայց 4։ Ես ամեն ինչ արեցի ճիշտ, ասաց Տիգրանը։ Ես պաշտպանվեցի ճիշտ, սպասեցի ճիշտ։ Բայց Սպասկին ավելի ուժեղ էր։ Աննան նստեց նրա կողքին և բռնեց նրա ձեռքը։ Դու դեռ մնում ես մեծագույններից մեկը, ասաց նա։ Տիգրանը նայեց նրան և առաջին անգամ տարիներ Աննան տեսավ նրա աչքերում արցունք։ Ես վախենում եմ, Աննա, ասաց նա։ Ես վախենում եմ, որ մարդիկ կմոռանան ինձ։ Այդ գիշեր Աննան մնաց նրա հետ մինչ առավոտ, խոսելով, հանգստացնելով, ապացուցելով, որ նա դեռ հերոս է։ Բայց Աննան գիտեր, Տիգրանը փոխվել է։ Նա դարձել է ավելի խոցելի, ավելի մարդկային։ 1970-ական թվականների ընթացքում Տիգրանը շարունակեց խաղալ, բայց արդեն նույն մակարդակով չէր։ Նա հաղթեց մի քանի մրցաշարերում, բայց կորցրեց ավելի կարողներում։ Աննան տեսավ, թե ինչպես է նրա ամուսինը ծերանում, ոչ միայն ֆիզիկապես, այլ նա հոգեպես։ Տիգրանը սկսեց խոսել իր մահվան մասին։ Երբ ես մեռնեմ, ասում էր նա Աննային, մարդիկ կհիշեն միայն, որ ես եղել եմ չեմպիոն։ Նրանք չեն հիշի, որ ես ունեի ընտանիք։ Որ ես սիրեցի քեզ։ Աննան լսում էր այդ խոսքերը և մտածում էր, իրոք ուզում էր սիրել ինձ։ Թե դա էր միայն սենտիմենտալություն ծերության մեջ։ 1980 թվականի սկզբին Տիգրանի առողջությունը սկսեց վատանալ։
Բժիշկները ախտորոշեցին ուղեղի խնդիրներ, փոքր ինսուլտներ, որոնք աստիճանաբար տապալում էին նրա հիշողությունը։ Աննան դարձավ նրա խնամակալը։ Նա կերակրեց նրան, հագցրեց, տարավ զբոսանքի։ Տիգրանը երբեմն չէր ճանաչում նրան։ «Դու ով ես?» հարցնում էր նա։ Աննան պատասխանում էր. «Ես Աննան եմ։ Քո կինը»։ Տիգրանը նայում էր նրան երկար, հետո ասում էր. «Ահա, Աննա, լավագույն շախմատիստուհին, ում ես երբե ճանաչել եմ»։ Այդ խոսքերը կոտրում էին Աննայի սիրտը։ Արդյոք Տիգրանը վերջապես տեսավ ինձ։ Թե՞ դա էր միայն հիվանդության մարախլը։ 1984 թվականի օգոստոսի 13-ին Տիգրան Պետրոսյանը մահացավ։ Նա էր 55 տարեկան։ Աննան նստած էր նրա մահճակալի կողքին։ Բռնած նրա ձեռքը։ Տիգրանի վերջին խոսքերը եղան. «Շախմատը։ Պարզապես շախմատը»։ Աննան փակեց նրա աչքերը և մնաց այնտեղ նստած մինչ առավոտ։ Հեռախոսը զանգում էր անդադար, լրատվամիջոցները, ֆեդերացիան, ընկերները։ Բայց Աննան չէր պատասխանում։ Նա պարզապես նստում էր և մտածում էր, 34 տարի ամուսնություն, և վերջին խոսքը եղավ շախմատը։ Ոչ թե Աննա, ոչ թե ես սիրում եմ քեզ, այլ շախմատը։ Տիգրանի թաղմանը ներկա էին հազարավոր մարդիկ։ Մոսկվայից, Երանից, ամբողջ Խորհրդային Միությունից։ Մարդիկ բերեցին ծաղիկներ, տախտակներ, խաղաքարներ։ Խոսքեր ասացին հայտնի քաղաքական գործիչները, շախմատիստները, մշակույթի մարդիկ։ Բոլորը խոսեցին Տիգրանի հերոսության, նրա անթափանց ոճի, նրա ազգի համար արած ներդրման մասին։ Բայց ոչ ոք չխոսեց Աննայի մասին։ Ոչ ոք չհիշեց, որ Տիգրանի հետում կար կին, ով զոհեց իր կյանքը, իր կարիերան, իր երազները։ Աննան նստած էր առաջին շարքում, զգեստով, սվարագույրով։ Նա չլաց։ Չխոսեց։ Նա պարզապես նայում էր դագաղին և մտածում էր, հիմա ես ազատ եմ։ Բայց ինչու՞։ Այս ազատությունը այդքան դատարկ է։ Թաղումից հետո Աննան վերադարձավ դատարկ բնակարան։ Տիգրանի աշխատասենյակը մնացել էր նույն վիճակում, ինչ նա թողել էր։ Տախտակը, գրքերը, նոթերը։ Աննան նստեց Տիգրանի աթոռին և առաջին անգամ 34 տարվա ընթացքում վերցրեց շախմատի տախտակը։ Նա սկսեց շարել խաղաքարները, դանդաղ, ուշադիր։ Հետո նա սկսեց խաղալ ինքն իր դեմ։ Նա շարժեց սպիտակ զինվորը։ Հետո սև զինվորը։ Յուրաքանչյուր քայլ նա անում էր մտածելով, վերլուծելով, հիշելով այն ամենը, ինչ ուսուցանել էր Տիգրանը։ 2 ժամ անց պարտիան ավարտվեց։ Աննան նայեց տախտակին և հասկացավ, նա չէր կորցրել իր կարողությունները։ 34 տարվա լռությունից հետո նա դեռ կարողանում էր խաղալ։ Ո՞ւմ պետք էր ապացուցել դա։ Հաջորդ օրերին և շաբաթներին Աննան ստացավ հարյուրավոր նամակներ։ Մարդիկ գրում էին նրան, համակրանք հայտնելով, հիշելով Տիգրանի մեծությունը։ Բայց մի նամակ էր, որ առանձնացավ։ Այն եկել էր Թբիլիսիից, ստորագրված էր Էլիսո Չխենկելու կողմից, մի կին, ով խաղացել էր Աննայի դեմ 1949 թվականին։ Էլիսոն գրել էր. Հարգելի Աննա, ես հիշում եմ ձեզ որպես բացառիկ շախմատիստուհի։ Հիշում եմ մեր պարտիան, որը դուք շահեցիք, 32 քայլով։ Եվ հիշում եմ, թե ինչպես Տիգրանը նայում էր ձեզ այդ խաղի ժամանակ, հիացմամբ և հարգանքով։ Ինչու՞։ Դուք դադարեցիք խաղալ։ Աշխարհը կորցրեց մեծ տաղանդ։ Աննան կարդաց այս նամակը և առաջին անգամ Տիգրանի մահից հետո լաց եղավ։ Ոչ թե վիշտից, այլ զայրույթից։ Բոլոր այդ տարիները, բոլոր այդ զոհողությունները, ինչի համար։ 1985-1990 թվականներին Աննան ապրում էր լուռ կյանքով։ Նա ստացավ փոքր պենսիա որպես չեմպիոնի այրի, բավարար էր ապրելու համար։ Նա չմասնակցում էր հանրային միջոցառումներին, չտալիս էր հարցազրույցներ։ Չմիանում էր շախմատային ակումբներին։ Նա պարզապես ապրում էր։ Յուրաքանչյուր երեկո նա նստում էր Տիգրանի աշխատասենյակում և խաղում շախմատ, ինքն իր դեմ։ Որդին, Վարդանը, ով արդեն դարձել էր 32 տարեկան ինժեներ, երբեմն այցելում էր նրան։ Մամ, ասում էր նա, դու պետք է ավելի շատ ելնես տնից։ Պետք է տեսնես մարդկանց։ Աննան ժպտում էր և ասում էր.
Ես լավ եմ, Վարդան։ Ես ունեմ իմ տախտակը։ Բայց 1989 թվականին ինչ-որ բան փոխվեց։ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել։ Գլասնոստը, պերեստրոյկան, մարդիկ սկսեցին խոսել ազատորեն։ Եվ Աննան էլ որոշեց խոսել։ Նա կանչեց իր հին ընկերուհուն, Նոնա Գաբրինդաշվիլիին, նա հայտնի շախմատիստուհի։ Նոնա, ասաց Աննան, ես ուզում եմ պատմել իմ պատմությունը։ Նոնան եկավ և նստեց Աննայի բնակարանում։ Եվ Աննան սկսեց խոսել։ Առաջին անգամ 55 տարվա ընթացքում նա պատմեց ամեն ինչ, ինչպես հանդիպեց Տիգրանին, ինչպես զոհեց իր կարիերան։ Ինչպես ապրեց 34 տարի որպես անտեսանելի կին։ Նոնան լսում էր, արցունքներով աչքերում։ Աննա, ասաց նա, դու պետք է այս պատմես աշխարհին։ Աննան սարսափակին գլուխը թափեց։ Ոչ, ասաց նա։ Ես պատմեցի քեզ, որովհետև քո պիտանի էր ինձ համար։ Բայց աշխարհը պիտանի չէ լսել մի հին կնոջ բողոքները։ Նոնան փորձեց համոզել նրան, բայց Աննան մնաց անսասան։ 1991 թվականի հուլիսին Աննա Պետրոսյանը հիվանդացավ։ Բժիշկները ախտորոշեցին սրտի անբավարարություն։ Նա մտավ հիվանդանոց, բայց մերժեց ագրեսիվ բուժումը։ Ես 62 տարեկան եմ, ասաց նա բժշկին։ Ես ապրել եմ իմ կյանքը։ Թող բնությունը որոշի։ Վարդանը եկավ ամեն օր, նստում էր նրա մահճակալի կողքին, բռնում նրա ձեռքը։ Մայրիկ, ասում էր նա, դու պետք է պայքարես։ Աննան նայում էր նրան և ժպտում էր։ Ես բավականաչափ պայքարել եմ իմ կյանքում, որդիս, ասում էր նա։ Հիմա ժամանակն է հանգստանալու։ Օգոստոսի 19-ին, հենց նույն օրը, երբ Մոսկվայում տեղի էր ունենում դաշնակցման փորձը, Աննա Պետրոսյանը մահացավ։ Նա էր մենակ իր հիվանդանոցային սենյակում։ Բուժքույրը, ով գտավ նրան, ասաց, որ Աննայի դեմքին կար խաղաղ արտահայտություն։ Նրա ձեռքում, ծալված, կար փոքրիկ թուղթ։ Բուժքույրը բացեց այն և կարդաց. Ես Աննա Պետրոսյանն եմ։ Ես եղել եմ շախմատիստուհի։ Հիշեք ինձ այդպես։ Այս խոսքերը Աննան գրել էր իր վերջին ուժերով, իր վերջին պաշտպանությունը ինչի համար։ Աննայի թաղումը եղավ օգոստոսի 22-ին։ Քիչ մարդիկ եկան։ Խորհրդային Միությունը փլուզվում էր, մարդիկ ունեին ավելի կարևոր խնդիրներ, քան թաղել մի անհայտ կին։ Վարդանը, մի քանի հարազատներ, 2-3 հին ընկերներ։ Ոչ ոք պաշտոնական ֆեդերացիայից։ Ոչ ոք շախմատի աշխարհից։ Ոչ ոք չասաց խոսք։ Նրանք պարզապես թաղեցին Աննային Տիգրանի կողքին, Նովոդևիչի գերեզմանատանը։ Շիրիմում գրված էր միայն Աննա Սեմյոնովնա Պետրոսյան, 1929-1991։ Ոչ մի խոսք նրա մասին, թե ով էր նա, ինչ էր արել։ Ինչ էր զոհել։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ 1992 թվականին Վարդան Պետրոսյանը սկսեց դասավորել մոր ժառանգությունը։ Նա գտավ տասնյակ նոթատետրեր, լի շախմատային վերլուծություններով։ Աննան տարիներ շարունակ գրել էր իր մտքերը, իր ռազմավարությունը, իր պարտիաները, որոնք երբեք չէր խաղացել։ Վարդանը տարավ այդ նոթատետրերը մի հայտնի շախմատային հրատարակչությանը։ Հրատարակիչը, հին վարպետ Յուրի Ավերբախը, կարդաց նոթատետրերը և ապշեց։ Սա բացառիկ աշխատանք է, ասաց նա Վարդանին։ Ձեր մայրը միտք ուներ շախմատային ռազմավարության մասին, որոնք տասնամյակներ առաջ էին իր ժամանակից։ Նրանք հրատարակեցին գիրք «Լռության շախմատը»։ Աննա Պետրոսյանի չխաղացած պարտիաները։ Գիրքը դարձավ սենսացիա։ Շախմատային աշխարհը վերջապես հասկացավ, թե ինչ տաղանդ էր կորել։ Բայց ամենամեծ հայտնագործությունը եկավ 1995 թվականին։ Մոսկվայի շախմատային ակադեմիայի արխիվներում գտան պատմական ֆիլմեր 1949 թվականից։ Մի ֆիլմում ցուցադրվում էր երիտասարդ Աննա Կասպարյանը խաղում վարպետ Դավիթ Բրոնշտեյնի դեմ։ Պարտիան տևել էր 67 քայլ։ Աննան հաղթել էր։ Երբ ֆիլմը ցուցադրվեց Մոսկվայի մի հատուկ երեկոյին, սրահում եղավ լռություն։ Մարդիկ տեսան Աննայի խաղը, նրբագեղ, խորաթափանց, սպառնալից։ Եթե նա շարունակեր, ասաց Գարրի Կասպարովը այդ երեկո, նա կդառնար աշխարհի լավագույն կանանց շախմատիստներից մեկը։ Գուցե նույնիսկ մեծից։ Այդ խոսքերը խոսվեցին 46 տարի ուշ։
46 տարի լռության, անտեսանելի լինելու, զոհողության հետո։ Այսօր, 2021 թվականին, Աննա Պետրոսյանի անունը դեռ հազվադեպ է հիշվում։ Երբ մարդիկ խոսում են Տիգրան Պետրոսյանի մասին, նրանք հիշում են երկաթե Տիգրանը, անթափանց պաշտպանությունը, չեմպիոնական տարիները։ Բայց քչերը գիտեն այն կնոջ մասին, ով կանգնած էր նրա հետում։ Կնոջ մասին, ով զոհեց իր երազները, որպեսզի նրա ամուսինը կարողանար սլանալ։ Կնոջ մասին, ով լռեց 55 տարի, որովհետև կարծում էր, որ այդպես պետք է լինի։ Արդյոք Աննան սխալվել էր ընտրելով այդ ճանապարհը։ Թե՞ նա արեց միակ բանը, որը կարող էր անել իր ժամանակի, իր մշակույթի, իր սիրո մեջ։ Մենք երբեք կիմանանք ճշմարիտ պատասխանը։ Երբ Աննա Պետրոսյանի գիրքը հրատարակվեց 1992 թվականին, մի փաստաթուղթ ընկավ Վարդանի ձեռքը, թաքնված հին նոթատետրի էջերի մեջ։ Այն էր նամակ, որը Աննան գրել էր 1953 թվականին, բայց երբեք չէր ուղարկել։ Նամակը հասցեագրված էր Խորհրդային Միության կանանց շախմատի ֆեդերացիային։ Վարդանը կարդաց այն և սառեց։ Հարգելի ընկերներ, գրել էր Աննան, ես դիմում եմ ձեզ, թույլտվություն խնդրելով մասնակցել 1954 թվականի կանանց առաջնությանը։ Ես հասկանում եմ, որ իմ ամուսինը դեմ է, բայց ես հավատում եմ, որ կարող եմ ներկայացնել մեր երկիրը արժանապատվորեն։ Նամակը երբեք չէր ուղարկվել։ Ինչու Աննան վերջին վայրկյանին փոխեց կարծիքը։ Ով կամ ինչը նրան կանգնեցրեց։ Վարդանը որոշեց հետաքննել։ Նա սկսեց հարցազրույցներ վերցնել մարդկանցից, ովքեր ճանաչել էին նրա մորը։ Առաջին հարցազրույցը եղավ Նոննա Գաբրինդաշվիլիի հետ։ Նոննան, արդեն 60-ամյա, նստեց Վարդանի դիմաց և սկսեց պատմել։ 1953 թվականի մարտին, ասաց նա, քո մայրը եկավ ինձ մոտ։ Մենք նստեցինք Մոսկվայի մի փոքրիկ սրճարանում։ Աննան ինձ ցույց տվեց այդ նամակը։ Նա ասաց, որ պատրաստ է ուղարկել այն։ Բայց հետո նա ինձ պատմեց մի բան, որը ես երբեք չեմ մոռացել։ Նոննան դադար տվեց, աչքերը լցվեցին արցունքներով։ Աննան ասաց, որ Տիգրանը սպառնացել էր նրան։ Ոչ ֆիզիկապես, այլ հոգեբանորեն։ Նա ասել էր Աննային, եթե նա մասնակցի մրցաշարերի, նա կհեռանա նրանից։ Կթողնի նրան մենակ։ Եվ Աննան չէր կարող դա թույլ տալ։ Նա սիրում էր նրան չափազանց շատ։ Վարդանը զգաց, թե ինչպես է զայրույթը բորբոքվում ներսում։ Նրա հայրը, հերոսը, լեգենդը, սպառնացել էր իր մորը։ Ստիպել էր նրան լռել։ Բայց Վարդանը պետք է իմանալ ավելին։ Նա գտավ երկրորդ վկային Արչիլ Էբրալիձեի որդուն, Գեորգի Էբրալիձեին։ Գեորգին, ով ինքն էլ էր շախմատի վարպետ, հիշում էր այդ տարիները։ Իմ հայրը մի անգամ ինձ ասաց, պատմեց Գեորգին, որ Տիգրանը ամենասառը մարդն էր, ում նա երբեք ճանաչել էր։ Նա ասաց, որ Տիգրանը տեսնում էր կյանքը որպես մեծ շախմատային պարտիա։ Յուրաքանչյուր մարդ էր խաղաքար։ Եվ Աննան էր նրա թագուհին, ամենակարող խաղաքարը, որը պետք է պաշտպանել, բայց երբեք չթողնել ազատ շարժվել։ Այս փաստաթղթերը փոխեցին ամեն ինչ, ինչ Վարդանը մտածում էր իր ծնողների մասին։ Բայց ամենաշոկային հայտնագործությունը եկավ 1996 թվականին։ Թբիլիսիի պետական արխիվներում հին Վրաստանի շախմատի ֆեդերացիայի փաստաթղթերի մեջ գտան մի ֆայլ կոդով Կասպարյան Ա.Ս. գաղտնի։ Ֆայլում կային 5 նամակ, որոնք Աննան գրել էր 1950-1952 թվականներին։ Նամակները հասցեագրված էին տարբեր շախմատային պաշտոնյաներին։ Յուրաքանչյուր նամակում Աննան խնդրում էր թույլտվություն շարունակելու իր կարիերան։ Յուրաքանչյուր նամակում նա բացատրում էր, որ ամուսնությունը չպետք է նշանակի կարիերայի վերջ։ Եվ յուրաքանչյուր նամակի վրա կար կարմիր կնիկ, մերժված։ Ամուսնու հաստատումը բացակայում է։ Տիգրանը երբեք չէր տվել իր հաստատումը։ Նա գաղտնի արգելափակել էր Աննայի բոլոր փորձերը վերադառնալ շախմատ։ Ինչու ոչ ոք չպատմեց Աննային այդ մասին։ Վարդանը տարավ այս փաստաթղթերը հրապարակայնության։ 1997 թվականին նա կազմակերպեց Մամլո ասուլիս Մոսկվայում։ Նա ցուցադրեց նամակները, ներկայացրեց վկաների ցուցմունքները, պատմեց իր մոր իրական պատմությունը։ Սրահում կային տասնյակ լրագրողներ, շախմատիստներ, պատմաբաններ։ Երբ Վարդանը ավարտեց, սրահում եղավ լռություն։
Հետո մի ձեռք բարձրացավ։ Դա էր Գարրի Կասպարովը։ Վարդան, ասաց նա։ Ձեր մայրը զոհ էր իր ժամանակի։ Բայց նա զոհ էր մի մարդու, ում մենք բոլորս պատվում էինք։ Մենք պետք է վերագնահատենք Տիգրան Պետրոսյանի ժառանգությունը։ Նա մեծ շախմատիստ էր, բայց նա էր մարդ, ով ոչնչացրեց իր կնոջ կյանքը։ Այդ խոսքերը հնչեցին ամբողջ աշխարհում։ Հաջորդ տարիներին Աննա Պետրոսյանի պատմությունը դարձավ խորհրդանիշ։ Ֆեմինիստական շարժումները օգտագործեցին նրա օրինակը, ցույց տալու, թե ինչպես են կանայք զոհվել տղամարդկանց հաջողության համար։ Շախմատային աշխարհը սկսեց քննարկել, թե ինչպես են կանայք մղվել դուրս մրցակցությունից։ Բայց ոմանք պաշտպանեցին Տիգրանին։ Նրանք ասացին, որ դա էր այդ ժամանակի մշակույթը, որ Տիգրանը չէր արել ոչինչ անօրինական։ Վեճը շարունակվեց տարիներ։ Բայց մի բան էր հստակ, Աննա Պետրոսյանի անունը այլևս չէր անտեսանելի։ 1999 թվականին Հայաստանի շախմատի ֆեդերացիան որոշեց հիմնել Աննա Պետրոսյանի մրցանակը։ Այն պետք է տրվեր ամեն տարի մի կին շախմատիստի, ով ցուցաբերել է բացառիկ տաղանդ, բայց չի ստացել արժանի ճանաչում։ Առաջին մրցանակը տրվեց վրացի շախմատիստուհի Նանա Ալեքսանդրիային։ Նանան, արցունքներով աչքերում, ասաց իր ընդունման խոսքում. Աննա Պետրոսյանը ապրեց կյանք, որը ոչ մի կին չպետք է ապրի։ Բայց նրա զոհողությունը հիմա լուսավորում է ճանապարհը մեզ բոլորիս համար։ Մենք չենք լռի։ Մենք չենք անտեսանելի լինի։ Մենք կխաղանք։ Այդ խոսքերը դարձան մանիֆեստ նոր սերնդի կանանց համար։ Բայց մի հարց մնաց անպատասխան։ Արդյոք Աննան իսկապես ուզում էր, որ նրա պատմությունը դառնա հրապարակային։ Արդյոք նա ուզում էր, որ Տիգրանի անունը կեղտոտվի։ 2003 թվականին Վարդանը գտավ վերջին նամակը, որը Աննան գրել էր մահից մի շաբաթ առաջ։ Նամակը հասցեագրված էր Վարդանին, բայց նա պետք է բացեր այն միայն 2000 թվականից հետո։ Վարդանը բացեց ծրարը դողացող ձեռքերով։ Ներսում էր երկու էջ, Աննայի ձեռագրով։ Իմ սիրելի որդի, սկսվում էր նամակը։ Երբ դու կարդաս այս տողերը, ես արդեն չեմ լինի։ Ես ուզում եմ, որ դու իմանաս ճշմարտությունը, ոչ այն ճշմարտությունը, որը մարդիկ կուզենան լսել, այլ իմ ճշմարտությունը։ Նամակում Աննան պատմում էր իր տեսակետից։ Նա գրում էր. Ես ընտրեցի լռել։ Ոչ թե որովհետև Տիգրանը ստիպեց ինձ, այլ որովհետև ես սիրում էի նրան։ Ես տեսնում էի նրա երազը դառնալ չեմպիոն, ներկայացնել Հայաստանը, ապացուցել, որ մեր փոքրիկ ազգը կարող է ունենալ աշխարհի լավագույնին։ Եվ ես գիտեի, որ եթե ես շարունակեի իմ կարիերան, մարդիկ կհամեմատեին մեզ։ Նրանք կասեին, որ Տիգրանի կինը ավելի թույլ է։ Կամ ավելի վատը, կասեին, որ ես օգնում եմ նրան գաղտնի, որ նրա հաջողությունը իրականում իմն է։ Ես չէի կարող թույլ տալ դա։ Ոչ նրա համար, ոչ Հայաստանի համար։ Վարդանը կարդում էր այս տողերը և զգում էր, թե ինչպես է սիրտը ճեղքվում։ Նրա մայրը ընտրել էր զոհվել, ոչ թե ստիպված, այլ սիրուց։ Բայց նամակը շարունակվում էր։ Սակայն, գրել էր Աննան, ես ուզում եմ, որ դու իմանաս, ես ապաշխարում եմ։ Ոչ թե այն բանի համար, որ սիրեցի Տիգրանին, այլ այն բանի համար, որ չունեցա քաջություն պայքարելու իմ իրավունքի համար։ Ես թույլ տվեցի, որ սերը դառնա բանտ։ Ես թույլ տվեցի, որ մի մարդու երազը ոչնչացնի իմ սեփականը։ Եվ ամենավատը, ես լռեցի։ Ես չպատմեցի աշխարհին իմ ցավը, իմ զայրույթը, իմ կորուստը։ Ես մտածեցի, որ լռությունը է սերը։ Բայց ես սխալվեցի։ Լռությունը մահ է։ Եվ ես մեռա 55 տարի առաջ, այն օրը, երբ ընտրեցի չուղարկել այն նամակը։ Վարդանը չէր կարող շարունակել կարդալը։ Նա նստեց և լաց եղավ, առաջին անգամ իր մոր համար։ Նամակի վերջին պարբերությունը էր ամենակարևորը։ Վարդան, գրել էր Աննան, եթե դու որոշես պատմել իմ պատմությունը, ես չեմ դատապարտի քեզ։ Բայց ես խնդրում եմ քեզ, պատմիր ամբողջ ճշմարտությունը։ Ոչ միայն այն, որ Տիգրանը ստիպեց ինձ լռել, այլ նա այն, որ ես ընտրեցի լռել։ Որ ես սիրեցի նրան չափազանց շատ, որպեսզի պայքարեի։ Որ ես էի թույլ։ Ոչ թե նա ուժեղ։ Մարդիկ պետք է իմանան, որ սերը կարող է լինել թե գեղեցիկ, թե ոչնչացնող։ Եվ երբեմն մենք ընտրում ենք ոչնչացվել, որովհետև չգիտենք, թե ինչպես ապրել այլ կերպ։
Այս խոսքերը փոխեցին ամեն ինչ։ Աննան չէր զոհ։ Նա էր մարդ, ով կատարեց ընտրություն, սխալ ընտրություն, բայց իր սեփական ընտրությունը։ Վարդանը որոշեց հրապարակել այս նամակը։ 2004 թվականին նա կազմակերպեց երկրորդ մամլո ասուլիս։ Այս անգամ նա կարդաց Աննայի վերջին նամակը բառացիորեն։ Երբ նա ավարտեց, սրահում եղավ լռություն։ Ոչ ոք չծափահարեց, ոչ ոք չխոսեց։ Մարդիկ պարզապես նստեցին, մտածելով, մարսելով այն, ինչ լսեցին։ Հետո մի կին բարձրացավ։ Դա էր Ջուդիթ Բոլգարը, աշխարհի ամենաուժեղ կին շախմատիստը։ Աննա Պետրոսյանի պատմությունը, ասաց նա, ցույց է տալիս, որ մեր ամենամեծ թշնամին երբեմն ոչ թե արտաքին ճնշումն է, այլ մեր սեփական վախը։ Վախը կորցնելու սերը, վախը մենակ մնալու, վախը լինելու չափազանց շատ։ Աննան ընտրեց լռել, որովհետև վախենում էր։ Եվ մենք բոլորս պետք է սովորենք այդ պատմությունից, որ սերը երբեք չպետք է պահանջի մեր ձայնի լռեցումը։ Հաջորդ տարիներին Աննա Պետրոսյանի պատմությունը դարձավ ուսումնական նյութ համալսարաններում։ Հոգեբանները վերլուծեցին նրա ընտրությունները։ Սոցիոլոգները ուսումնասիրեցին, թե ինչպես է մշակույթը ճնշում կանանց։ Ֆեմինիստները բանավիճեցին, թե արդյոք Աննան զոհ էր, թե համակատար։ Բայց ամենակարևորը, երիտասարդ կանայք սկսեցին խոսել։ Նրանք սկսեցին պատմել իրենց սեփական պատմությունները, թե ինչպես են նրանք զոհել իրենց երազները սիրո, ընտանիքի, հասարակության ճնշման համար։ Աննայի լռությունը դարձավ ձայն հազարավոր կանանց համար։ 2010 թվականին Երևանում բացվեց Աննա Պետրոսյանի անվան շախմատային դպրոց։ Դպրոցը նվիրված էր երիտասարդ աղջիկների ուսուցմանը։ Բացման օրը Վարդանը ասաց. «Իմ մայրը երազում էր մի աշխարհի մասին, որտեղ աղջիկները կարող են խաղալ շախմատ առանց վախենալու, որ նրանց կանվանեն չափազանց ուժեղ կամ չափազանց հավակնոտ։ Այս դպրոցը այդ երազի իրականացումն է»։ Դպրոցի առաջին ուսանողներից մեկը, 12-ամյա Անի Սարգսյանը, ասաց. «Ես կսովորեմ Աննա Պետրոսյանի պատմությունից։ Ես երբեք չեմ լռի։ Ես երբեք չեմ թույլ տա, որ ինչ-որ մեկը ասի ինձ, որ իմ երազները չափազանց մեծ են»։ Այդ խոսքերը էին Աննայի ամենամեծ ժառանգությունը։ Բայց մի հարց դեռ մնում է։ Եթե Աննան կարողանար վերադառնալ և վերընտրել, ինչ կընտրեր նա։ Արդյոք նա կընտրեր իր կարիերան Տիգրանի փոխարեն։ Արդյոք նա կպայքարեր իր իրավունքի համար։ Թե նա կրկին կընտրեր սերը, նույնիսկ գիտենալով, որ այդ սերը կոչնչացնի նրան։ Մենք երբեք չենք իմանա պատասխանը։ Բայց գուցե դա ճիշտ հարցը չէ։ Գուցե ճիշտ հարցը այն է, ինչ ենք մենք ընտրում այսօր։ Երբ մենք տեսնում ենք կին, ով զոհում է իր երազները սիրո համար, ինչ ենք մենք անում։ Արդյոք մենք լռում ենք, թե խոսում։ Արդյոք մենք ընդունում ենք, թե մարտահրավերում։ Աննա Պետրոսյանի պատմությունը հարց է, որը մենք բոլորս պետք է պատասխանենք։ 2015 թվականին Netflix-ը հրապարակեց փաստագրական ֆիլմ Աննա Պետրոսյանի մասին՝ «Լռության թագուհին»։ Ֆիլմը դիտեցին միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ Այն հաղթեց 3 միջազգային մրցանակ։ Բայց ամենակարևորը, այն սկսեց համաշխարհային զրույց։ Սոցիալական ցանցերում հազարավոր կանայք կիսվեցին իրենց պատմություններով, օգտագործելով հեշթեգը ջանչեմլռի։ Նրանք պատմեցին, թե ինչպես են զոհել իրենց կարիերան, իրենց երազները, իրենց ինքնությունը։ Եվ նրանք խոստացան այլևս չլռել։ Աննայի 55 տարվա լռությունը դարձավ միլիոնավոր ձայների աղբյուր։ Բայց ամենաշոկային պահը եկավ 2018 թվականին։ Ռուսաստանի պետական արխիվներում գտան գաղտնի ձայնագրություն 1963 թվականից։ Ձայնագրությունը եղել էր Տիգրան Պետրոսյանի հարցազրույցը KGB-ի հետ։ Այո։ KGB-ն հետում էր նույնիսկ չեմպիոններին։ Հարցազրույցում Տիգրանին հարցրեցին իր ընտանիքի մասին։ Եվ Տիգրանը ասաց ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Իմ կինը, ասաց նա, ամենաուժեղ շախմատիստուհին է, ում ես երբե տեսել եմ։ Նա ավելի ուժեղ է, քան ես։ Բայց ես չեմ կարող թույլ տալ, որ աշխարհը իմանա դա։ Եթե մարդիկ իմանան, որ իմ կինը ավելի տաղանդավոր է, քան ես, նրանք կասեն, որ նա օգնում է ինձ։ Նրանք կասեն, որ իմ հաղթանակները իրականում նրանն են։ Եվ ես կորցնեմ ամեն ինչ։
Այս խոստովանությունը ցույց տվեց ճշմարտությունը, Տիգրանը գիտեր Աննայի տաղանդը։ Նա գիտեր, որ նա զոհում է մեծությունը։ Բայց նա ընտրեց իր սեփական հաջողությունը նրա փոխարեն։ Երբ այս ձայնագրությունը հրապարակվեց, շախմատային աշխարհը ցնցվեց։ Տիգրան Պետրոսյանի արձանը Երանում ներկվեց կարմիր ներկով, բողոքի նշան։ Մարդիկ պահանջեցին, որ նրա անունը հեռացվի պատվավոր տեղերից։ Բայց ուրիշներ պաշտպանեցին նրան։ Նրանք ասացին, որ Տիգրանը արտադրանք էր իր ժամանակի, որ նա չէր կարող գործել այլ կերպ։ Վեճը դարձավ ազգային։ Հայաստանի կառավարությունը ստեղծեց հատուկ հանձնաժողով, որոշելու թե ինչպես վերաբերվել Տիգրան Պետրոսյանի ժառանգությանը։ Վարդանը արդեն 60-ամյա, ասաց հանձնաժողովին. Իմ հայրը եղել է մեծ շախմատիստ։ Բայց նա եղել է մարդ, ով կատարել է սխալ ընտրություններ։ Մենք պետք է հիշենք երկուսն էլ։ Մենք պետք է պատվենք նրա տաղանդը, բայց նա ճանաչենք նրա սխալները։ Եվ ամենակարևորը, մենք պետք է համոզվենք, որ այլ կանայք երբեք չապրեն այն, ինչ ապրեց իմ մայրը։ 2020 թվականին Հայաստանի կառավարությունը կայացրեց վերջնական որոշումը։ Տիգրան Պետրոսյանի արձանը կմնա, բայց նրա կողքին կտեղադրվի երկրորդ արձան, Աննա Պետրոսյանի։ Երկու արձանները կլինեն հավասար բարձրության։ Աննայի արձանի տակ կգրվի Աննա Պետրոսյան 1929-1991 շախմատիստուհի, ով զոհեց իր ձայնը, որպեսզի ուրիշները կարողանան լսել իրենցը։ Արձանի բացումը նշանակվեց 2021 թվականի օգոստոսի 13-ին, Աննայի մահվան 30-ամյակին։ Հազարավոր մարդիկ եկան։ Երիտասարդ աղջիկներ բերեցին ծաղիկներ, շախմատի տախտակներ, նամակներ։ Մի 15-ամյա աղջիկ, Մարիամ Հովհաննիսյանը, կարդաց նամակ, որը գրել էր Աննային. Հարգելի Աննա, ես երբեք չեմ հանդիպել ձեզ, բայց դուք փոխեցիք իմ կյանքը։ Ձեր պատմությունը սովորեցրեց ինձ, որ լռությունը ոչ թե ուժ է, այլ վախ։ Եվ ես խոստանում եմ ձեզ, ես երբեք չեմ լռի։ Ես կխաղամ շախմատ։ Ես կապրեմ իմ երազները։ Եվ ես կանեմ դա ձեր անունով։ Այդ պահին ամբողջ հրապարակը ծափահարեց։ Աննա Պետրոսյանի լռությունը վերջապես ավարտվել էր։ Այսօր, երբ դուք այցելում եք Երան, դուք կտեսնեք երկու արձան, կողք կողքի։ Տիգրանը նստած շախմատի տախտակի առջ, կենտրոնացած, սառը։ Աննան կանգնած նրա կողքին, ձեռքը տախտակի վրա։ Պատրաստ շարժել խաղաքարը։ Երկու արձանները նայում են միմյանց աչքերին։ Եվ եթե դուք ուշադիր նայեք Աննայի դեմքին, դուք կտեսնեք ինչ-որ բան, ոչ թե վիշտ, ոչ թե զայրույթ, այլ որոշակիություն։ Որոշակիություն, որ նրա պատմությունը վերջապես պատմված է։ Որ նրա ձայնը վերջապես լսված է։ Որ նրա զոհողությունը վերջապես ճանաչված է։ Եվ գուցե, ինչ-որ տեղ, Աննան ժպտում է։ Ոչ թե որովհետև նա հաղթեց, այլ որովհետև վերջապես 55 տարի լռությունից հետո նրա պատմությունը դարձավ ուրիշների ուժը։ Բայց մի վերջին հարց մնում է. Քանի՞ Աննա Պետրոսյան կա այսօր։ Քանի՞ կին է լռում, զոհում, անտեսանելի մնում։ Քանի՞ տաղանդ է կորչում, որովհետև ինչ-որ մեկը վախենում է, որ կինը կլինի չափազանց շատ։ Աննա Պետրոսյանի պատմությունը ավարտված չէ։ Այն շարունակվում է ամեն օր, ամեն տեղ, որտեղ կին ընտրում է լռել։ Եվ մեր պարտականությունն է համոզվել, որ այլս ոչ մի կին չզգա։ Որ պետք է ընտրի սերը կամ իր ձայնը։ Որ այլս ոչ մի կին չապրի 55 տարի լռության մեջ։ Սա է Աննա Պետրոսյանի իրական ժառանգությունը։ Ոչ թե նրա լռությունը, այլ մեր խոստումը, որ այլս ոչ ոք չլռի։ Բայց 2021 թվականի հոկտեմբերին, երբ Վարդանը դասավորում էր մոր վերջին իրերը, նա գտավ ինչ-որ բան, որը փոխեց ամբողջ պատմությունը։ Հին կոշտ ծրարի մեջ, թաքնված անկողնու տակ, կային տասնյակ նամակներ։ Նամակներ, որոնք Աննան գրել էր, բայց երբեք չէր ուղարկել։ Վարդանը սկսեց կարդալ առաջին նամակը, թվագրված 1967 թվականով։ Սիրելի Նոնա, գրել էր Աննան, այսօր Տիգրանը խաղաց սպասկու դեմ։ Նա կորցրեց։ Երբ վերադարձավ տուն, նա նստեց իմ դիմաց և ասաց, ես գիտեի քո բոլոր քայլերը։ Ես տեսնում էի, թե ինչպես դու կխաղայիր այդ դիրքում։ Եվ ես հասկացա, դու ավելի լավ կխաղայիր, քան ես։ Սա առաջին անգամն էր, երբ նա խոստովանեց դա։
Եվ ես զգացի, ոչ թե հաղթանակ, այլ դատարկություն։ Ինչից օգուտ է այս խոստովանությունը։ Երբ արդեն ուշ է։ Վարդանը զգաց, թե ինչպես է կոկորդը սեղմվում։ Նրա հայրը գիտեր։ Նա միշտ գիտեր։ Երկրորդ նամակը թվագրված էր 1972 թվականով։ Այն հասցեագրված էր Աննայի հին ուսուցչին, վարպետ Դավիթ Բրոնշտեյնին։ Հարգելի Դավիթ Աբրամովիչ, գրել էր Աննան, դուք մի անգամ ասացիք ինձ, որ շախմատը պահանջում է ճշմարտություն, որ յուրաքանչյուր քայլ պետք է լինի ազնիվ։ Բայց ես ապրել եմ ամբողջ կյանքս սուտի մեջ։ Ես ասում եմ մարդկանց, որ երջանիկ եմ, որ հպարտ եմ Տիգրանի հաջողություններով։ Բայց ճշմարտությունն այն է, որ ամեն անգամ, երբ տեսնում եմ նրան խաղում, ես տեսնում եմ ինձ։ Ես տեսնում եմ այն կինը, ով կարող էի լինել։ Եվ ես ատում եմ ինձ այն բանի համար, որ թույլ տվեցի այդ կնոջ մեռնել։ Վարդանը չէր կարող հավատալ։ Նրա մայրը ատում էր ինքն իրեն։ Ոչ թե Տիգրանին, այլ ինքն իրեն։ Երրորդ նամակը, գրված 1978 թվականին, հասցեագրված էր Վարդանին։ Իմ սիրելի որդի, սկսվում էր այն։ Քեզ այժմ 20 տարեկան ես։ Դու սովորում ես ինժեներական, ոչ թե շախմատ։ Եվ ես երջանիկ եմ դրա համար։ Ոչ թե որովհետև շախմատը վատ է, այլ որովհետև ես չեմ ուզում, որ դու տեսնես այն, ինչ ես տեսել եմ։ Շախմատային աշխարհը դաժան է։ Այն պահանջում է ամեն ինչ, քո ժամանակը, քո էներգիան, քո հոգին։ Եվ եթե դու կին ես, այն պահանջում է նա քո լռությունը։ Ես չեմ ուզում, որ քո ապագա կինը ապրի այն, ինչ ես ապրեցի։ Խոստացիր ինձ, դու երբեք չես ստիպի նրան ընտրել քո երազները իր փոխարեն։ Վարդանը հիշեց իր կնոջը Լուսինեին։ Լուսինեն եղել էր նկարիչ, բայց դադարեցրել էր իր կարիերան, երբ ծնվեցին երեխաները։ Արդյոք նա կրկնել էր հոր սխալը։ Չորրորդ նամակը 1983 թվականից ամենաշոկայինն էր։ Այն հասցեագրված էր Տիգրանին, բայց երբեք չէր տրվել նրան։ Տիգրան, գրել էր Աննան, մենք ամուսնացած ենք 33 տարի։ Եվ այս 33 տարվա ընթացքում ես երբեք չեմ ասել քեզ ճշմարտությունը։ Ճշմարտությունն այն է, որ ես ատում եմ շախմատը։ Ոչ թե խաղը, այլ այն, ինչ այն արեց մեզ հետ։ Շախմատը դարձավ մեր ամուսնության երրորդ անձը։ Այն միշտ էր այնտեղ, մեր մահճակալում, մեր սեղանի մոտ, մեր զրույցներում։ Մենք երբեք չխոսեցինք սիրո մասին, միայն դեբյուտների մասին։ Մենք երբեք չխոսեցինք մեր երազների մասին, միայն էնդշպիլների մասին։ Եվ հիմա, երբ դու հիվանդ ես, երբ քո հիշողությունը թուլանում է, ես հասկանում եմ, մենք կորցրինք ամեն ինչ։ Մենք ունեցանք մեծ կարիերա, բայց ոչ մեծ սեր։ Վարդանը փակեց աչքերը։ Նրա ծնողների ամուսնությունը, որը նա միշտ մտածել էր որպես իդեալական, իրականում եղել էր դատարկ։ Հինգերորդ նամակը, գրված 1989 թվականին, ուղղված էր ինքը Աննային։ Այո, Աննան գրել էր նամակ ինքը իրեն։ Աննա, սկսվում էր այն, քեզ 60 տարեկան ես։ Տիգրանը մեռել է 5 տարի առաջ։ Դու ազատ ես։ Բայց ինչու դու դեռ չես խաղում։ Ինչու դու դեռ թաքնվում ես։ Ես գիտեմ պատասխանը։ Որովհետև դու վախենում ես։ Դու վախենում ես, որ եթե սկսես խաղալ հիմա, մարդիկ կասեն, ուր էիր այս 40 տարիները։ Դու վախենում ես, որ քո տաղանդը արդեն մարել է։ Դու վախենում ես, որ կապացուցես, Տիգրանը ճիշտ էր, որ քեզ թույլ չտվեց խաղալ։ Բայց ես ասում եմ քեզ, դու սխալվում ես։ Քո տաղանդը դեռ այնտեղ է։ Ես զգում եմ այն ամեն գիշեր, երբ խաղում եմ ինքս իմ դեմ։ Խաղա, Աննա։ Խաղա մինչ ուշ չէ։ Բայց Աննան երբեք չխաղաց։ Նա մնաց անտեսանելի մինչ վերջ։ Վարդանը հավաքեց բոլոր նամակները և տարավ դրանք լեզվաբան Արմեն Պետրոսյանին, իր հեռավոր ազգականին։ Արմենը կարդաց նամակները և ասաց. Այս նամակները ցույց են տալիս ինչ-որ բան, որը մենք բոլորս բաց թողեցինք։ Աննան չէր զոհ միայն Տիգրանի։ Նա զոհ էր իր սեփական վախի։ Նա կարող էր խաղալ Տիգրանի մահից հետո։ Նա ազատ էր։ Բայց նա ընտրեց չխաղալ։ Ինչո՞վ։ Որովհետև նա վախենում էր ձախողվել։ Նա վախենում էր ապացուցել, որ նա իսկապես չէր բավարար լավը։
Այս վերլուծությունը ավելացրեց նոր շերտ Աննայի պատմությանը։ Նա ոչ միայն զոհ էր, այլ նա համակատար իր սեփական վախի մեջ։ 2022 թվականի փետրվարին Վարդանը որոշեց կազմակերպել երրորդ մամլո ասուլիս։ Այս անգամ նա ներկայացրեց չուղարկված նամակները։ Նա կարդաց դրանք բառացիորեն, իր ձայնը դողում էր։ Երբ նա ավարտեց, սրահում եղավ երկար լռություն։ Հետո մի կին բարձրացավ։ Դա էր հոգեբան Նարինե Գրիգորյանը։ Աննա Պետրոսյանի պատմությունը, ասաց նա, ավելի բարդ է, քան մենք մտածեցինք։ Նա ոչ միայն զոհ էր արտաքին ճնշման, այլ նա ներքին վախի։ Եվ սա ավելի վտանգավոր է։ Որովհետև արտաքին ճնշումը մենք կարող ենք պայքարել։ Բայց ներքին վախը, դա մեր սեփական բանտն է, որից դժվար է փախչել։ Այս խոսքերը բացեցին նոր քննարկում։ Ֆեմինիստները սկսեցին խոսել ոչ միայն արտաքին սեքսիզմի մասին, այլ նա ներքին վախի մասին, որը կանայք կրում են։ Բայց ամենակարևոր հայտնագործությունը եկավ 2023 թվականի մայիսին։ Թբիլիսիի մի հին գրադարանում գտան Աննա Կասպարյանի անձնական օրագիրը 1948-1950 թվականներից։ Օրագիրը պարունակում էր Աննայի մտքերը նախքան ամուսնանալը։ Մի գրառումը, թվագրված 1949 թվականի նոյեմբերի 15, ով կարդում էր. Այսօր Տիգրանը ասաց ինձ, որ սիրում է ինձ։ Բայց նա ասաց ինչ-որ բան, որը ինձ անհանգստացրեց։ Նա ասաց, ես ուզում եմ կին, ով կհասկանա ինձ, ով կաջակցի ինձ, ով կլինի իմ հիմքը։ Նա չասաց, ես ուզում եմ կին, ով կլինի իր սեփական մարդը։ Ես պետք է անհանգստանամ։ Այս գրառումը ցույց տվեց, որ Աննան գիտեր։ Նա գիտեր նախքան ամուսնանալը, որ Տիգրանը ուզում էր աջակից, ոչ թե հավասար գործընկեր։ Բայց նա ընտրեց անտեսել այդ նախազգուշական նշանները։ Մեկ այլ գրառում, թվագրված 1950 թվականի մարտի 2, ով կարդում էր. Ես երազում եմ դառնալ չեմպիոն։ Ես երազում եմ, որ մի օր ամբողջ աշխարհը կիմանա իմ անունը։ Բայց ես երազում եմ ունենալ ընտանիք, երեխաներ, սեր։ Արդյոք կարելի է ունենալ երկուսն էլ։ Տիգրանը ասում է, ոչ։ Նա ասում է, որ շախմատը պահանջում է ամեն ինչ։ Եվ եթե ես ուզում եմ լինել նրա հետ, ես պետք է ընտրեմ նրան։ Բայց ինչու նա չի ընտրում ինձ։ Ինչու միայն ես պետք է զոհեմ։ Այս հարցերը Աննան տվել էր 73 տարի առաջ։ Եվ դրանք դեռ արդիական են այսօր։ Քանի կին է դեռ տալիս այս նույն հարցերը։ Վարդանը վերցրեց օրագիրը և տարավ Երանի պետական համալսարան։ Այնտեղ պրոֆեսոր Սոնա Հարությունյանը վերլուծեց այն իր ուսանողների հետ։ Նրանք ստեղծեցին հատուկ դասընթաց «Գենդերը և ընտրությունը»։ Աննա Պետրոսյանի դեպքը։ Դասընթացը դարձավ ամենահայտնին համալսարանում։ Ուսանողները կարդացին Աննայի նամակները, օրագիրը, վերլուծեցին նրա ընտրությունները։ Մի ուսանող, 21-ամյա Արփի Մանուկյանը, գրեց իր եզրակացական աշխատանքում. Աննա Պետրոսյանը սիմվոլ է բոլոր կանանց համար, ովքեր ընտրել են սերը իրենց փոխարեն։ Բայց նրա պատմությունը նա նախազգուշացում է։ Նախազգուշացում, որ սերը, որը պահանջում է քո զոհողությունը, իրականում սեր չէ։ Այն տիրապետություն է։ 2024 թվականի հունվարին Netflix-ը հրապարակեց երկրորդ փաստագրական ֆիլմ «Աննա Պետրոսյան. Չուղարկված նամակները»։ Ֆիլմը ներառում էր դերասանուհու կողմից կարդացված նամակները, հարցազրույցներ Վարդանի, Նոնայի, Գեորգիի հետ և վերլուծություններ հոգեբանների, սոցիոլոգների, ֆեմինիստների կողմից։ Ֆիլմի վերջում ցուցադրվեցին տասնյակ ժամանակակից կանայք, շախմատիստներ, գիտնականներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ։ Յուրաքանչյուրը ասաց մեկ նախադասություն. Ես Աննա Պետրոսյանի անունով խոստանում եմ երբեք չլռել։ Այս պահը դարձավ վիրալ։ Միլիոնավոր կանայք ամբողջ աշխարհում կրկնեցին այդ խոստումը սոցիալական ցանցերում։ Բայց մի խումբ մարդիկ քննադատեցին այս շարժումը։ Նրանք ասացին, որ Աննայի պատմությունը օգտագործվում է որպես քաղաքական գործիք, որ իրականում Աննան երջանիկ էր իր ընտրությամբ, որ նա սիրում էր Տիգրանին և երբեք չապաշխարեց իր զոհողությունը։ Այս քննադատները ստեղծեցին իրենց սեփական հեշթեգը՝ «Հարգեք Աննայի ընտրությունը»։
Նրանք պնդեցին, որ ֆեմինիստները աղավաղում են Աննայի պատմությունը, որ նրանք օգտագործում են մեռած կնոջը առաջ մղելու իրենց օրակարգը։ Վեճը դարձավ լարված։ Սոցիալական ցանցերում մարդիկ բաժանվեցին երկու ճամբարների։ Վարդանը տեսավ այս վեճը և որոշեց վերջին անգամ խոսել։ 2024 թվականի մարտին նա տվեց հարցազրույց BBK-ին։ Իմ մայրը, ասաց նա, բարդ մարդ էր։ Նա ոչ միայն զոհ էր, ոչ միայն հերոսուհի էր։ Նա էր մարդ, ով կատարեց ընտրություններ, ոմանք լավ, ոմանք վատ։ Նա սիրեց իմ հորը, այո։ Բայց նա ատեց իր կյանքը, այո։ Երկու ճշմարտությունները կարող են գոյակցել։ Եվ մենք պետք է ընդունենք երկուսն էլ։ Իմ մայրի պատմությունը ոչ թե պարզ է, այլ բարդ։ Եվ հենց այդ բարդությունը դարձնում է այն կարևոր։ Այս հարցազրույցը օգնեց հանգստացնել վեճը։ Մարդիկ սկսեցին հասկանալ, որ Աննայի պատմությունը չի կարող լինել միայն սև կամ սպիտակ։ Այսօր, 2025 թվականին, Աննա Պետրոսյանի անունը հայտնի է ամբողջ աշխարհում։ Նրա պատմությունը դասավանդվում է դպրոցներում, համալսարաններում, շախմատային ակադեմիաներում։ Նրա չուղարկված նամակները թարգմանվել են 40 լեզուների։ Նրա օրագիրը դարձել է բեսթսելեր։ Բայց ամենակարևորը, նրա լռությունը դարձել է ձայն։ Ձայն, որը հիշեցնում է մեզ, որ յուրաքանչյուր կին ունի իրավունք ընտրելու իր սեփական ճանապարհը։ Որ սերը երբեք չպետք է պահանջի լռություն։ Որ զոհողությունը պետք է լինի փոխադարձ, ոչ թե միակողմանի։ Բայց վերջին հարցը մնում է. եթե Աննան կարողանար տեսնել այս ամենը, արձանները, գրքերը, ֆիլմերը, շարժումները, ինչ կասեր նա։ Արդյոք նա կլիներ հպարտ։ Թե նա կլիներ ամաչկոտ, որ նրա անձնական ցավը դարձել է հրապարակային։ Մենք երբեք չենք իմանա։ Բայց գուցե դա կարևոր չէ։ Գուցե կարևորը այն է, որ Աննա Պետրոսյանի 55 տարվա լռությունը վերջապես ավարտվել է։ Որ նրա ձայնը, թե ուշացած, վերջապես լսված է։ Եվ որ նրա պատմությունը, թե ցավոտ, վերջապես օգտակար է ուրիշների համար։ Սա է Աննա Պետրոսյանի իրական հաղթանակը։ Ոչ թե շախմատի տախտակի վրա, այլ կյանքի մեծ խաղում։ Խաղում, որտեղ յուրաքանչյուր կին ունի իրավունք շարժել իր սեփական խաղաքարը։ Եվ ոչ ոք չի կարող արգելել նրան։ 2025 թվականի ապրիլին, Աննա Պետրոսյանի ծննդյան 96-ամյակին, Երևանի շախմատային ակադեմիան բացեց հատուկ արխիվ։ Արխիվում տեղադրվեցին բոլոր հայտնաբերված փաստաթղթերը, նամակները, օրագիրը, նոթատետրերը, լուսանկարները։ Բայց ամենաարժեքավորը եղավ մի փոքրիկ տուփը, որը Վարդանը պահել էր տարիներ, բայց երբեք չէր բացել։ Տուփի վրա Աննայի ձեռագրով գրված էր. բացել միայն երբ աշխարհը պատրաստ է։ Վարդանը, արդեն 67 տարեկան, կանգնեց արխիվի բացման արարողության ժամանակ և ասաց. ես կարծում եմ, աշխարհը պատրաստ է։ Նա բացեց տուփը։ Ներսում էր մի փոքրիկ շախմատի խաղաքար, սև թագուհի։ Եվ մի նոթ, այս խաղաքարը ես պահեցի 1950 թվականից։ Այն վերջին խաղաքարն էր, որը շարժեցի որպես ազատ շախմատիստուհի։ Պահեցեք այն որպես հիշեցում, թագուհին ամենաուժեղ խաղաքարն է տախտակի վրա։ Բայց միայն երբ նրան թույլ են տալիս շարժվել։ Այդ օրը արխիվ եկան հարյուրավոր մարդիկ։ Երիտասարդ աղջիկներ, ովքեր սովորում էին շախմատ։ Միջին տարիքի կանայք, ովքեր վերսկսել էին իրենց կարիերան տարիներ անց։ Ծեր կանայք, ովքեր ապրել էին Աննայի պես։ Յուրաքանչյուրը բերեց մի ծաղիկ և դրեց Աննայի լուսանկարի առջև։ Մի 80-ամյա կին, Գայանե Ավագյանը, մոտեցավ Վարդանին և ասաց. ես ճանաչում էի ձեր մորը։ Մենք խաղացել ենք միասին 1948 թվականին։ Նա հաղթեց ինձ 28 քայլով։ Ես երբեք չեմ մոռացել այդ պարտիան։ Եվ ես երբեք չեմ մոռացել նրա աչքերը, լի կրակով, լի երազանքներով։ Ինչ տխուր է, որ այդ կրակը մարեց։ Վարդանը գրկեց Գայանեին և երկուսն էլ լացեցին։ Լացեցին այն կյանքի համար, որը Աննան երբեք չապրեց։ Բայց այդ օրը եղավ նա ինչ-որ անսպասելի։ Մոսկվայից եկավ մի 75-ամյա տղամարդ, Միխայիլ Տալը, հայտնի շախմատի պատմաբան։ Նա բերեց իր հետ մի հին ֆիլմ 1952 թվականից։ Ես գտա այս ֆիլմը Մոսկվայի կինոարխիվում, ասաց նա։
Այն ցույց է տալիս ինչ-որ բան, որը ոչ ոք երբեք չի տեսել։ Նրանք ցուցադրեցին ֆիլմը արխիվի մեծ սրահում։ Ֆիլմը սև-սպիտակ էր, որակը վատ, բայց պատկերը հստակ էր։ Աննա Պետրոսյանը նստած էր տախտակի առջև, խաղում էր անհայտ հակառակորդի դեմ։ Բայց ամենաշոկայինը եղավ այն, որ Տիգրանը կանգնած էր սրահի անկյունում, նայելով Աննային։ Եվ նրա դեմքի արտահայտությունը չէր հպարտություն կամ սեր։ Այն էր վախ։ Վախ, որ Աննան ավելի լավ է, քան նա։ Ֆիլմի վերջում Աննան հաղթեց։ Նա ոտքի ելավ, ձեռք սեղմեց հակառակորդին և դարձավ դեպի Տիգրանը։ Նրանց աչքերը հանդիպեցին։ Եվ այդ պահին, եթե ուշադիր նայեիք, կարող էիք տեսնել, Աննայի ժպիտը դանդաղ մարեց։ Նա տեսավ Տիգրանի դեմքի վրա այդ վախը։ Եվ նա հասկացավ ինչ-որ բան։ Ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Միխայիլ Տալը դադարեցրեց ֆիլմը այդ պահին և ասաց. «Սա վերջին անգամն էր, երբ Աննա Պետրոսյանը մասնակցեց պաշտոնական մրցաշարի»։ 2 շաբաթ հետո նա հայտարարեց, որ դադարեցնում է մրցակցությունը։ Մենք միշտ մտածեցինք, որ Տիգրանը ստիպեց նրան։ Բայց գուցե ճշմարտությունն այն է, որ Աննան ինքը ընտրեց դադարեցնել։ Ոչ թե որովհետև Տիգրանը պահանջեց, այլ որովհետև նա տեսավ, թե ինչ է իր հաջողությունը անում նրա հետ։ Նա տեսավ, որ իր հաղթանակը Տիգրանի պարտությունն էր։ Եվ նա սիրում էր նրան չափազանց շատ, որպեսզի թույլ տար դա։ Այս նոր տեսանկյունը ստեղծեց մեկ քննարկման ալիք։ Արդյոք Աննան զոհ էր։ Թե նա ինքը ընտրեց զոհվել։ Արդյոք դա տարբերություն է։ Հոգեբան Նարինե Գրիգորյանը գրեց հոդված «Սիրո պարադոքսը. երբ զոհողությունը դառնում է ինքնաոչնչացում»։ Հոդվածում նա բացատրեց. Աննա Պետրոսյանը ապրեց այն, ինչ հոգեբանությունը կոչում է համակատար զոհողություն։ Երբ մարդը սիրում է մեկ ուրիշին այնքան շատ, որ իր սեփական անհատականությունը դառնում է սպառնալիք սիրելիի համար։ Եվ այդ պահին մարդը ընտրում է ինքնաոչնչացում, ոչ թե որովհետև ստիպված է, այլ որովհետև չի կարող պատկերացնել այլ ճանապարհ։ Այս վերլուծությունը օգնեց մարդկանց հասկանալ, որ Աննայի պատմությունը ավելի բարդ է, քան պարզ զոհ բռնագրավող դինամիկան։ Բայց 2025 թվականի հունիսին եղավ վերջին շոկը։ Թբիլիսիի մի հին տան քանդման ժամանակ շինարարները գտան թաքնված տուփ պատի մեջ։ Տուփում էին նամակներ Տիգրան Պետրոսյանից Աննային գրված 1950-1960 թվականներին։ Նամակները երբեք չէին ուղարկվել։ Առաջին նամակը, թվագրված 1953 թվականով, կարդում էր. Աննա, ես գիտեմ, որ դու ուզում ես խաղալ։ Ես տեսնում եմ, թե ինչպես դու նայում ես տախտակին, այդ հունով աչքերով։ Եվ ես ատում եմ ինձ այն բանի համար, որ խնդրեցի քեզ դադարեցնել։ Բայց ես վախենում եմ, Աննա։ Ես վախենում եմ, որ եթե դու շարունակես, դու կդառնաս ավելի հայտնի, քան ես։ Եվ ապա ես կդառնամ պարզապես Աննա Պետրոսյանի ամուսինը։ Ես չեմ կարող ապրել այդպես։ Ներիր ինձ։ Երկրորդ նամակը 1958 թվականից ավելի ցավոտ էր։ Աննա, այսօր ես տեսա, թե ինչպես դու խաղում էիր Վարդանի հետ։ Դու սովորեցնում էիր նրան քայլերը, բացատրում էիր ռազմավարությունը։ Եվ ես տեսա քո դեմքի վրա այն լույսը, որը ես չեմ տեսել տարիներ։ Այդ պահին ես հասկացա, ես սպանեցի քեզ։ Ոչ ֆիզիկապես, այլ հոգեպես։ Ես վերցրի քո երազանքները և թաղեցի դրանք իմ հաջողության տակ։ Եվ հիմա, երբ ես նայում եմ հայելուն, ես տեսնում եմ ոչ թե չեմպիոն, այլ գող։ Գող, ով գողացավ իր կնոջ կյանքը։ Այս խոստովանությունները ցույց տվեցին, որ Տիգրանը գիտեր։ Նա միշտ գիտեր, թե ինչ էր անում։ Բայց նա չէր կարող դադարեցնել։ Երրորդ նամակը 1967 թվականից ամենաերկարն էր։ Տիգրանը գրել էր. Աննա, ես կորցրի սպասքուն այսօր։ Եվ երբ ես նստեցի մենակ հետո ես մտածեցի, եթե դու խաղայիր այդ դիրքում, դու կհաղթեիր։ Դու միշտ տեսնում էիր այն, ինչ ես չէի տեսնում։ Դու ունեիր այն հատուկ տեսողությունը, որը դարձնում է լավ շախմատիստին մեծ։ Եվ ես վերցրի այդ ամենը քեզնից։ Ես ասացի ինձ, որ դա անում եմ մեր ընտանիքի համար, մեր ապագայի համար։ Բայց ճշմարտությունն այն է, որ ես արեցի դա իմ էգոյի համար։
Որովհետև ես չէի կարող ընդունել, որ իմ կինը կարող է լինել ավելի լավը, քան ես։ Եվ հիմա, երբ իմ կարիերան ավարտվում է, ես հասկանում եմ, ես ոչինչ չեմ։ Իմ բոլոր հաղթանակները դատարկ են, որովհետև դրանք կառուցված են քո զոհողության վրա։ Վարդանը կարդաց այս նամակները և զգաց ինչ-որ տարօրինակ։ Ոչ թե զայրույթ, ոչ թե ատելություն դեպի հայրը, այլ ցավ։ Ցավ երկու մարդկանց համար, ովքեր սիրում էին միմյանց, բայց չգիտեին, թե ինչպես սիրել առանց ոչնչացնելու։ Նա որոշեց չհրապարակել այս նամակները անմիջապես։ Նա պահեց դրանք մի տարի, մտածելով, թե արդյոք աշխարհը պետք է իմանա այս վերջին ճշմարտությունը։ Բայց 2026 թվականի փետրվարին, Տիգրան Պետրոսյանի մահվան 42-ամյակին, Վարդանը որոշեց խոսել։ Նա կազմակերպեց վերջին մամլո ասուլիս։ Այս անգամ նա հրավիրեց ոչ միայն լրագրողներ, այլ նա հոգեբաններ, զույգերի խորհրդատուներ, ընտանեկան թերապևտներ։ Նա կարդաց Տիգրանի չուղարկված նամակները։ Երբ նա ավարտեց, սրահում եղավ լռություն։ Հետո մի տղամարդ բարձրացավ։ Դա էր 50-ամյա Արամ Սարգսյանը, ինքը շախմատիստ։ Ես եղել եմ Տիգրան Պետրոսյան, ասաց նա։ Ես ունեցել եմ կին, ով ավելի տաղանդավոր էր, քան ես։ Եվ ես խնդրեցի նրան դադարեցնել իր կարիերան, որպեսզի աջակցի իմը։ Եվ նա համաձայնվեց։ Եվ ես մտածեցի, որ դա սեր է։ Բայց հիմա, լսելով այս նամակները, ես հասկանում եմ, դա չէր սեր։ Դա էր վախ։ Վախ լինելու ավելի փոքր, քան իմ կինը։ Եվ այդ վախը ոչնչացրեց մեր երկուսին էլ։ Արամի խոստովանությունը սկսեց շղթայական ռեակցիա։ Տասնյակ տղամարդիկ սկսեցին կիսվել իրենց պատմություններով։ Այդ օրը ծնվեց նոր շարժում, տղամարդիկ խոստովանում։ Տղամարդիկ սկսեցին հրապարակայնորեն խոստովանել, թե ինչպես են նրանք սահմանափակել իրենց կանանց, վախից, անապահովությունից, էգոյից։ Շարժումը տարածվեց 50 երկրներում։ Այն ստեղծեց նոր զրույց ոչ միայն կանանց իրավունքների մասին, այլ նա տղամարդկանց հոգեբանության մասին։ Հոգեբաններ սկսեցին խոսել մրցակցային մասկուլինության մասին, երբ տղամարդիկ տեսնում են իրենց գործընկերներին որպես մրցակիցներ, ոչ թե հավասարներ։ Եվ թե ինչպես այս մտածելակերպը ոչնչացնում է հարաբերությունները։ 2027 թվականին Աննա և Տիգրան Պետրոսյանների պատմությունը դարձավ դասագիրք զույգերի թերապիայի մեջ։ Թերապևտները օգտագործում էին նրանց նամակները, օրագրերը որպես օրինակներ, ցույց տալու, թե ինչ է տեղի ունենում։ Երբ զույգերը չեն կարողանում բաց խոսել իրենց վախերի, իրենց անապահովության մասին։ Մի հայտնի թերապևտ, Դավիթ Ավետիսյանը, գրեց գիրք «Լռության գինը». Ինչպես Աննա և Տիգրան Պետրոսյանները կարող էին փրկել իրենց ամուսնությունը։ Գիրքը դարձավ բեսթսելեր։ Այն առաջարկում էր հիպոթետիկ սցենար, ինչ կլիներ, եթե Աննան և Տիգրանը կարողանային բաց խոսել 1953 թվականին։ Եթե Աննան կասեր, ես ուզում եմ շարունակել խաղալ։ Եթե Տիգրանը կխոստովաներ, ես վախենում եմ, որ դու ավելի լավ ես։ Եթե նրանք կգտնեին ճանապարհ աջակցելու միմյանց, առանց մեկը զոհելու մյուսի համար։ Բայց իրականությունը եղավ այլ։ Եվ այդ իրականությունը թողեց մեզ հետ մի պատմություն, ցավոտ, բարդ, բայց անհավատալի կարևոր։ Պատմություն, որը սովորեցնում է մեզ, որ սերը առանց հարգանքի դառնում է բանտ։ Որ զոհողությունը առանց փոխադարձության դառնում է ինքնաոչնչացում։ Որ լռությունը, նույնիսկ երբ ընտրված է սիրուց, դառնում է մահ։ Աննա Պետրոսյանը լռեց 55 տարի։ Բայց նրա լռությունը այժմ խոսում է ավելի բարձր, քան ցանկացած ձայն։ Խոսում է միլիոնավոր կանանց համար, ովքեր դեռ լռում են։ Խոսում է միլիոնավոր տղամարդկանց համար, ովքեր դեռ վախենում են իրենց գործընկերների ուժից։ Եվ խոսում է մեզ բոլորիս համար, հիշեցնելով, որ ամենամեծ սերը այն է, որը թույլ է տալիս երկուսին էլ սլանալ։ Այսօր, երբ դուք կանգնում եք Աննա և Տիգրան Պետրոսյանների արձանների առջև երանում, դուք տեսնում եք ինչ-որ նոր բան։ Արձանները այլևս չեն նայում միմյանց աչքերին։ 2027 թվականին քանդակագործները փոխեցին դիրքերը։ Հիմա Աննան նայում է առաջ, դեպի հորիզոնը։ Իսկ Տիգրանը նայում է Աննային, ոչ թե վախով, այլ ափսոսանքով։ Ափսոսանքով այն բանի համար, ինչ կարող էր լինել, բայց երբեք չեղավ։ Եվ արձանների տակ նոր արձանագրություն, Աննա և Տիգրան Պետրոսյան։ Երկու մեծ շախմատիստներ։ Մեկը խաղաց։
Մյուսը լռեց։ Երկուսն էլ կորցրին։ Սա է վերջնական ճշմարտությունը։ Երբ մեկը լռում է, երկուսն էլ կորցնում են։ Եվ սա է դասը, որը Աննա Պետրոսյանի 55 տարվա լռությունը թողեց մեզ։ Դաս, որը մենք երբեք չպետք է մոռանանք։